Երբ խոսում են տարիները, հուշերն ու հիշողությունները դառնում են թվեր, թվեր ու տարեթվեր, տառեր ու բառեր, հետո իհարկե դառնում են կարոտ։ Դա նաև մի վերնագիր ունի, պատմություն ու կենսագրություն, որտեղ ճանապարհներ կան անցած և արժեքներ կան ստեղծված։ Տարիների և վաստակի հետքերով մենք այցելեցինք մեր քաղաքում ապրող բժիշկ ամուսիններին, շատ հայտնի մասնագետներին, որոնց առաքելությունը բժշկությունն ու աշխատանքն է ու նաև հայկական ընտանիքը։ Արարատ Երանոսյանն ու Անահիտ Թևանյանը կյանքի ու աշխատանքի սեփական ճանապարհն են անցել ու խոսեցին տարիները, լեզու առան ու դարձան հիշողություն։ Ես ասեմ, որ ծնունդով ջավախցի եմ, ավարտել եմ Ջավախքում ռուսական դպրոցը Նինոց Մինդայի շրջանում, այն ժամանակ Բագդանովկա էր կոչվում, Գարելովկայի ռուսական դպրոցը։ Մի տարի ու կես աշխատել եմ Հեշտյայի երկրորդ դպրոցում որպես ռուսաց լեզվի դասատու։ Այնտեղից մեկնել եմ սովետական բանակ։ 2 տարի ծառայելուց հետո, բանակից հետո ուզում էի իրավաբանական ինստիտուտ ընդունվել, ուշք ու միտքս իրավաբանականն էր։ Գնացի բանակ դրա համար։ Բանակից հետո եկա Սարատով քաղաք, Սարատովում 0 կուրսի գործերս տվեցի, բայց չընդունեցին, ասին պետքա տեղացի լինես կամ էլ Ղազախստանում պրապիսկա ունենաս։ Ստիպված հելա գնացի շինարարական աշխատանքների Ղազախստան, Սեմիպալատինսկ քաղաքում։ Խոպան, այսինքն, հա։ Մի տարի ու կես Խոպանում աշխատա, ծնողներիս խնդրանքով տվեցի բժշկական ինստիտուտ 0 կուրս, այնտեղ իրավաբանական չկար, այդ Ղազախստանում, Սեմիպալատինսկում։ 64 թվականից ես 2 տարեկան էի, Քաջարանից տեղափոխվեցինք Նոր Հաճան։ Հորեղբայրս, քանի որ մեծ հորեղբայրս եկել էր Հաճան, ինքը մի քիչ առողջական խնդիրներ ուներ, Սերյոժան, գիտեք։ Պապաս էլ, որպեսզի իր եղբայրը մենակ չլինի, տեղափոխեց, ընտանիքով եկանք այստեղ։ 2 տարի աշխատեցի Սաֆիր գործարանում որպես բանվոր, որովհետև ինստիտուտում քննություններ ենք տալիս, դուրս էի մնում։ Այն ժամանակ հա, ես 2 տարի դուրս մնացի, ինձ առաջարկում էին կամ տեղագործական կամ սանֆակ, տեղափոխվել չուզեցի։ 3-րդ տարին նոր ընդունվեցի իմ սիրած մասնագիտությունը, մանկաբուժական ֆակուլտետ։ Սկսեցի աշխատել բանում Ղուգասյան, այն ժամանակ Ղուգասյան էր, հիմիկվա Աշոց քաղաքի շրջանային հիվանդանոցում որպես վիրաբույժ։ Ու ծանոթացա Անահիտի Թևանյանի հետ, այն ժամանակ ուսանողու էր։ Մենք ամուսնացանք եւ բալիկ էինք սպասում։ Ես ստիպված պետքա գայի մոտիկ եւ ամենամոտիկը Աբովյանու Եղվարդն էր։ Ու եկա Եղվարդ ստաբոկնության բժիշկ։ Այն ժամանակ, որ նշանակումով էր, ես արդեն ամուսնացած էի, ովքեր ամուսնացած էին, ամուսնու աշխատավայր էին ուղարկում։ Ես Աբովյանում անցա ինտերնատուրան, Աբովյանի հիվանդանոցում, ու միանգամից Հաճան մանկաբույժ նշանակեցին ինձ, այն ժամանակ դե Պողոսյան Արարատն էր գլխավոր բժիշկը, Նայիրի։ Նշանակվեցի այստեղ 87 թվականից արդեն աշխատել եմ Հաճանի պոլիկլինիկայում որպես մանկաբույժ։ 38 տարվա բժշկական ստաժ ունեմ և 44 տարի էլ ընդհանուր ստաժ։ Երբ խաչվեցին ապագա ամուսինների ճանապարհները, նրանք արդեն բռնել էին դեպի բժշկություն ու առողջապահություն տանող ճանապարհը։ Ամեն մեկը իրենը, իր մասնագիտությունն ու իր սրտինն ու իր ճակատագրինը։ Ու եթե թատրոնը սկսվում է կախիչից, բժշկությունն էլ երևի սպիտակ խալաթից, ու սկսվում է Հիպոկրատյան մի ուղևորություն դեպի բուժելու ու բժշկելու մեծ աշխարհ։
Աշխատանքային առաջին օրերին հետևում է աշխատանքային գրքույկում լրացված էջերը, ու այստեղ այս էջերի մասին սիրով խոսեցինք բժիշկ ամուսինների հետ։ Տնօրենը ինձ ասեց, արի գնա հաճն, նոր հաճն։ Այնտեղ ամբուլատորիա էր այն ժամանակ, երևի մի 5-6 բժիշկ էին, մեկ էլ Ստեփան ունենք ստոմատոլոգ, հիմիկար ճանաչված Ինանց Ստեփաններ։ Ահա, այդ կազմն էր։ Եկա այստեղ առաջին նեղ մասնակետն էի վիրաբույժ, որ այս բանում ամբուլատորիայում սկսեցինք նեղ մասնագետի վիրաբուժական կաբինետ բացեցի եւ համ ղեկավար նշանակեցին ամբուլատորիայի, համ վիրաբույժ էի։ Մեր կայացման եւ պոլիկլինիկայի, եւ մեր կայացման, եւ հիմնարկի, եւ կադրերի մեծ լումա ունեն ներդրված Հարությունյանը, Աշոտ Նիկիտիչը, քաղաքապետ Ավետիսյանը, Գևորգը, մարզում առաջի սոնոգրաֆիկ ապարատը մենք ենք բերել, դա էլ Սարգսյան Սաքոն էր Շողագնի տնօրենը, բան արեց այդ փողը փոխանցեց, մենք ունեցանք դրանից։ Երանոսյան Գրիգորի ու Ամալիայի հետ դե մենք շատ մոտ, այսպես ոչ հարազատական, բայց շատ մոտ բարեկամական կապեր ունեցել ենք։ Իրենք դե քանի որ Արարատի հորեղբայրն էր, Արարատին բերեցին ու ինձ էլ Ամալյան բալա ասենց լավ տղա ունենք։ Տիպիկ հայկական է դա։ Տիպիկ հայկական ձևով։ Ծանոթացեք, բան ասեցի, ես դեռ սովորում եմ էլի։ Ուսանող։ Այն ժամանակ ուսանող էի, 5-րդ կուրս էի։ Մի խոսքով, այնքան ասեց, մի օր էլ Արարատ եկավ, հանդիպեցինք։ Ծանոթացանք։ Քննությունների շրջանում, իդեպ ասեմ։ Ծանոթացանք, հետո ինքը գնաց Ռուսաստան։ Նամակ էին գրում իրար։ Նամակագրական այդպես կապեր։ Ռոմանտիկ հարաբերություն։ Լրիվ ռոմանտիկա։ Հետո նախախնամությունը ծանոթացրեց եւ իրար մոտեցրեց բժշկականի նախկին ուսանողներին։ Այդ ակնթարթն ու առաջին ծանոթությունը դարձավ ընտանիք կազմելու առաջին քայլը։ Ծագումով ջավախքեցի դոկտոր Երանոսյանը աշխատանքային բազմաբեղուն ու հետաքրքիր ճանապարհ է անցել։ Բժշկուհի Թևանյանի արմատները Սյունիքից են, բայց նա վաղուց նոր հաճնցի է։ Դեռ ավելին, Թևանյանները մասնակցել են նոր հաճն ավանի կառուցմանը։ Երկու երեխա ունենք մենք, տղա աղջիկ Գրիգորն ու Քրիստինեն, Գրիգորը ամուսնացել է, 3 երեխա ունի, շուտով 4-րդին ենք սպասում արդեն։ Աղջիկս էլ ամուսնացավ Մոսկվայում է, մի տղա աղջիկս ունի, աղջիկս գինեկոլոգ է, աշխատում է Մոսկվայում, դե Գրիգորն էլ Երևանում աշխատում ապահովագրական կազմակերպությունում։ Դեպարտամենտի պետն է այնտեղ։ Նախ եւ առաջ ուզում եմ բոլոր հաճնցիներին շնորհավորել։ Իրոք այսօր մենք ունենք շատ գեղեցիկ քաղաք, կառուցվում է, դարձել է սիրուն հաճելի քաղաք։ Դաժե եթե միտեղ գնում ես, մի քանի օր մնում ես, ասում ես գնանք մեր հաճը։ Կարոտով ենք գալիս։ Կարոտով գալիս ենք, վերադառնում ենք հաճը։ Ես ուզում եմ շատ շնորհակալություն հայտնել մեր կոլեկտիվից։ Հատկապես ես որ նոր հաճն եկա, իմ բուժքույրս Լիդա Տատիկներ։ Մինչև հիմա կա։ Դեռ չէի գնացել աշխատանքի, գնացի որ պոլիկլինիկայի շենքը տեսնեմ, ծանոթանամ, Լիդա Տատիկը բժշկուհի ջան, այս կաբինետը պահել եմ քո համար, նոր վերանորոգել էին, ռեմոնտ էր էլի, ոչ թե շենքը կար։ Հա, դե Լիդա Տատիկը իմ բուժքույրս էր, ես կուզեմ իրանից շատ շնորհակալություն հայտնեմ, որովհետև իրանից ես շատ բան եմ սովորել, ես էլ անձամբ շատ շնորհակալություն եմ հայտնում, որ այսքան ժամանակ մենք համերաշխ աշխատել ենք եւ մինչեւ օրս աշխատում ենք։ Ես ուզում եմ շնորհավորել մեր հաճնցիներին այս տարեդարձով, ցանկանալ առողջություն եւ մեր մատաղ սերունդին գրագետ լինել, կարդան, սովորեն, որովհետեւ հարստությունը, ազգի հարստությունը, դա գիտելիքներն է, կրթությունն է, որ մենք ունենանք հզոր Հայաստան, ասես ասած։ Այո։
Այսօր էլ բժիշկ ամուսինները քաղաքային պոլիկլինիկայի կողքին են, իրենց աշխատանքով, իրենց վաստակով ու լավատեսությամբ։ Ընկեր Երանոսյանը հասցրել է շատ կարևոր ծրագրեր իրականացնել առողջության այս կենտրոնում, իսկ Թևայնյան Անահիտը աշխատել է եւ աշխատում է ավագ ու երիտասարդ շատ բուժաշխատողների հետ։ Մենք էլ մեր բաժին առողջությունը մաղթեցինք մեր լավ բարեկամ ամուսիններին, վայելեցինք համեղ սուրճն ու հայկական համով գաթան ու լավագույն ցանկություններով եւ դրական էներգիայով հրաժեշտ տվեցինք հրաշալի հայկական օջախին։ Մեր քաղաքի հրաշալի օդը հատուկ դեղատոմս է մեզ տրված։ Ջուրն էլ անմահական է ու եզակի, չկրկնվող համով։ Թերթելով պատմության էջերը, Սիլավո ուժային հանգույցից մինչև Նոր Հաճն ու Ավան, տեսնում ենք, որ հանրապետության տարբեր վայրերից Նոր Հաճն են եկել շատ ու շատ մեր հայրենակիցներ։ Նրանցից շատերը եկել են հանրահայտ Տավուշի շրջանից ու դարձել են շատ հարազատ մեզ ու մեր քաղաքին։ Я часто время торопил, привык во все дела впрягаться, пускай. Դե առավոտը 6-ին վեր եմ կենում, սկսում աշխատելը միջև մութն գնել է, օրվա մեջ 2 անգամ տուն եմ մտնում հաց ուտելու բանի համար, եթե անձրև չի լինում։ Այդքան գործ կա։ Հիմա պոպոք եմ հավաքում, խնձոր եմ հավաքում, բերում եմ սարտիրովկա եմ անում, տեղավորում եմ, հազար ու մի գործ կա էլի։ Ամուսնացած եմ եղել, որ բանակ եմ գնացել, գյուղ ինստիտուտում էի սովորում, հեռակա գցեցի, ամուսնացա, գնացի բանակ։ Բանակից գալուց հետո Արմենակ Քալանթարյանը, որը ձեր ուսուցիչն է եղել նաև, գյուղում էր իմ աներոջ աղբերն է։ Ասեց Նոր Հաճնում աշխատանքի տեղ կա, գործարանում աշխատանքի տեղ կա, էլի քո մասնագիտությունն էլ ես բանակում զվոդի հրամանատար եմ եղել, Սվյազի։ 72 թվականի մայիսին զորացրվել եմ, սեպտեմբերին եկել Նոր Հաճ։ Եկել եմ ընդունվել գործարանի ատես Բենիկին, Ստեփանյան Բենիկի, Վլադիկի հոր մոտ։ Ու այնտեղ աշխատել եմ մինչև 83 թվին։ 83 թվին տերևոդ եմ արել շողական գործարան։ Այն ժամանակ շողական չէր, սարքաշինական գործարան էր։ Կրիստալ էր նաև։ Հա, կրիստալ 6 ամսական էր, գորը որ եկել ենք այստեղ։ Մնաց երկուսը էլի այնտեղ են ծնվել, բայց այստեղ են եղել մենք։ Եվ այդ ընտանեկան այդ բնակարան բան էդի։ Ուրեմն ես եկել եմ Պապյան Գրետային գիտեք, Պապյաններին գիտեք, Պապյաններին այդ Գրետայի տանն ենք մնացել, սպիտակ շենքեր կար այնտեղ 2 հատ։ Այն վերջի առաջի հանրակացարանի կողքի հետևի որ հիմա քանդված է, հա, որ քանդված է։ Նրան այնտեղ 2 սենյակ ուներ մի կուխն ու այդ կուխնում մնացել ենք 6 ամիս։ Ես կինս գորը։ Էլի իրան բարեկամությունը լրիվ իրան միջոցով են եկել, Գրետայի մոտ են եկել։ Հետո ես էլ բանին Ուդումյան Սամվել կա, Բոցման։ Боцманին էլ ես եմ բերել։ Моя седа, не только груз, мои года, мое богатство. Առաջին տպավորությունը այս բաղ ու բաղչից ու ծառ ու ծաղկից պարզապես հրաշալի է։ Այս ամենը ստեղծագործել է վարպետ Համլետը իր ձեռքերով, իր վաստակավոր կնոջ հետ։ Այստեղ արկա են բոլոր պտղատու ծառերը, գեղեցիկ շարված, խնամված ու բերքառատ։ Իր քրտինքն է հոսել այստեղ, ու վարպետ Համլետը փայփայել է ամեն ծառ ու ճյուղ, ու այսօր չնաշխարհիկ այս վայրում վաստակաշատ ամուսինները վայելում են իրենց վաստակած հանգիստը։ И никому не отдам. 79 թվին տունը ստացել եմ,
80 թվին տեղափոխվել տուն, ռեմոնտ արել, տեղափոխվել այդ բարձրահարկ շենքի 5-րդ հարկը։ Դե Շլիփովչիկը մի քիչ բան մասնագիտություն է էլի, որ սպասարկող մասնագիտություն է ագրանչիկներին, հա։ Եթե մենք արագ չաշխատենք, շուտ չանենք, զագատով կաչանենք, ագրանչիկները պարապ կմնա։ 2007 թվին էլ ընդհանրապես դե դա թոշակի եմ անցել դուրս եկել։ А если скажут мне века, Համլետ Ուդումյանը նոր հաճնի արտադրամասերում է թողել իր աշխատանքային կենսագրությունը։ Իր հալալ քրտինքով է տուն ու տեղ դրել ու շատ լավ հայկական օջախ հիմնել։ Հրաշալի որդիներ ունի, շատ լավ ընկերներ ու բարեկամներ։ мои года, мое богатство. Այդ նախապատրաստական ժամանակ հորքուրի սաղճիկն էլ Լեյլին էր կինս։ Նույն սենյակում վարձով մնում ենք։ Դե ինչպես ասում են գարգելին պահեն տվել էլի ոնց որ ասած, հա, տենց ու մենք ստեղ էլ ամուսնացել ենք։ Առանց հարսանիք, առանց բան Երևանում մենք ամուսնացել ենք ու հետո գնացել դեպի Ուսանողական է, յանքից այդպես։ Արդեն 2 հատ ծորն եք ունում։ Հա։ Այս տարի գորի տղային հարսանիք արեցինք, արդեն 4-րդ երեխան, 4-րդ թորսա, որ հարսանիք եմ անում, եւ այդ կապակցությամբ բոլորը հավաքվել էին այստեղ։ Այդ ժամանակ մեզանից երջանիկ մարդ չկար։ Шепчу спасибо я годам и пью их горькое лекарство, и никому их не отдам. Շքնաղ բնության գրկում Ցիտիկների ծլվելոցն ու հաճելի եղանակը նպաստեց մեր անկեղծ երկխոսությանը։ Համլետ Ուդումյանը նաև ֆուտբոլի ընդգծված երկրպագու է Արարատ 73-ի նվիրյալներից։ 2 հատ շատ մոտ ընկեր եմ ունեցել, երկուսն էլ չկան, ողորմ իրանց, մեկը եղել է Ղազարյան Վանիկը, Արտակի պապան, մեկը եղել է Շավոյի Համլետը։ Հանրակացարանից այդ 72 թվից սկսել ենք ընկերություն անելը, իրար հետ ֆուտբոլի բալեշկեր, իրար հետ ֆուտբոլ էին գնում, իրար հետ գալիս էին վերջը։ Աբոնեմենտ էին առնում իրար հետ, բոլոր ֆուտբոլի 72-73 թվերին բոլոր ֆուտբոլի հանդիպումներին գնաց Արարատի միշտ ստադիոնում նշել եք դուրս անպայման հաջորդիներին ցանկանում եմ ես ամենաշատը ես հաճնում իմ ամենահարգված մարդկանցից ամենաառաջինը Հարությունյան Աշոտն է որ մեր հաճնը պահում էր Հայաստանում համար մեկ փոքրիկ քաղաք։ Շնորհավորում ենք, ցանկանում ենք, որ հազար տարիներով Գոյատևի հաճնը Հետո վարպետը մեզ հյուրասիրեց դեռ գինի չտառած անզուգական մաճառով։ Այստեղ էլ նա մեծ վարպետ է։ Ու հետո մենք վայելեցինք նաև օջախի հալալ աղն ու հացը։ Աստված մեկը 1000 անի, սիրելի Ուդումյաններ, առողջ եւ խաղաղ օրեր ձեզ։ Мое богатство когда-нибудь наверняка подымет детская рука. Мои года, мое богатство. Երբ որ բացվի դռներ հուսով եւ մեր երկրේ Մեր մշակութային հերթական կանգառներից մեկը մեր սիրելի երաժշտական դպրոցում է։ Այստեղ մեր արվեստի դպրոցում է աշխատում ու արարում Գարեն Գարիբյանը, մարդ արվեստագետ, քաղաքացի, ով հայի ճակատագրին վայել, հայ արվեստը սրտում պահած ու արվեստի համար մաքարած
մի հայ մտավորական։ Ցանկամ տեսնել զիմկիրիկյա Դե այս արհավիրքից դուրս գալուց հետո, երբ որ ստիպված եղանք Ղարաբաղը լքել եւ Արցախը լքել եւ գալ Հայաստան, մեկ քանի շաբաթ ապրեցինք տիկնոջս հետ Երևանում, Նորքի զանգվածում, հետո եղավ մի շրջան, որ սկսեցի փնտրել ինձ համար բնակարան վարձու մի տեղ, որ մենք տուն չունեինք, որոշեցինք վարձով մի տեղավորվել։ Վերջին հաշվով եկանք իմ լավ ընկերներին դիմել, ստիպված եղա Նժդեհին, որի հետ շատ լավ կապերի մեջ են, Կոստիկի հետ, եւ Արցախի պատերազմի ժամանակ իրար հետ աշխատել ենք նաեւ։ Ինքը ինձ առաջարկեց, որ տեղափոխվենք Նոր Հաճն, եւ տեղափոխվեցինք, եկանք ստեղ, վերջին հաշվով եկավ բարի բախտաբար աշխատավայրս եւ ապրուստը մոտ են իրար եւ ինձ համար շատ հարմար է։ Եվ այդ ձևով եկանք եւ տեղավորվեցինք Հաճնում, փոքրիկ գեղեցիկ խաղաղ քաղաքի մեջ։ Գարեն Գարիբյանը իր կյանքն ու գործունեությունը ամբողջովին նվիրել է բեմական արվեստին, երգարվեստին ու մանկավարժությանը։ Այդ ճանապարհը մերթ հարթ է եղել, մերթ փշոտ, մեկ խաղաղությամբ, մեկ պատերազմով, եւ այդ դժվարությունների միջով է կերտել Կարենն իր ինքնատիպ արվեստը, իր ձայնով, իր կազմակերպչական հատկություններով եւ հայի մեծ կամքով։ Եվ ստացվեց այնպես, որ ես ստիպված եղա ելնելով այն փաստից, չգիտեմ դա իմաստունի ասել թե չէ, բայց այն փաստից, որ ես սովետական բանակում ծառայելու շատ ցանկություն չունեի, մեկ կտոր գնացի Էստոնիա, Եվրոպա ընդունվեցի համալսարան, Դորպատի Տարտուի համալսարանը, եւ քանի որ ստացիոնար էի սովորում, ինձ ազատեցին բանակից եւ ես մամայիս ասելով 2 տարի բանակում կարող էի ծառայել, բայց ես գնացի ու 25 տարի մնացի, այսինքն այս բանում Եվրոպայում, որտեղ ավարտելուց հետո տեղափոխվեցի Տալին քաղաքը, որտեղ ավարտեցի նաև կոնսերվատորիան, հոգեբանությունը, բժշկական հոգեբանության բաժինը Տարտույում ավարտելուց հետո համալսարանը գնացի Տալին։ Ես միշտ եղել եմ ազատամիտ եւ ստիպված եղա այս բանից Եվրոպայից տեղափոխվել Ամերիկա, Միացյալ Նահանգներ։ Միացյալ Նահանգներում ես ուրեմն սկսեցի աշխատել օպերային թատրոններում, տարբեր քաղաքների, Long Beach օպերային թատրոն, Pasadena օպերային թատրոն եւ տարբեր տեղերում, նաեւ Եվրոպա տեղափոխվեցի, նաեւ եկա Եվրոպայի տարբեր օպերային թատրոններում մեներքիչ եմ աշխատել։ Նոր Հաճնի արվեստի դպրոցում շատ բարեկամաբար ընդունեցին Գարեն Գարիբյանին։ Իր աշխատանքին զուգահեռ նա հասցրեց նաև ստեղծագործել, արդեն բեմադրել է մանկական Գայլը օպերան, որը մեծ հաջողություն գրանցեց։ Առաջի դպրոցում պարոն Աբրահամյանը ինձ սիրահորժար տվեց այդ դահլիճը, մենք այնտեղ փորձեր էինք անում, ամբողջ բաները սարքեցինք, սիրուն, ինչ որ հնարավոր էր, ամեն հնարավորություններով շուշեցի իմ նկարիչ ընկերս էլ եկավ մեզ օգնեց բոլոր հարցերում, ինչ որ ինձ պետք էր։ Եվ այնտեղ մենք կարողացանք առաջի փորձ ներկայացում այնտեղ անել եւ հրավիրել տարբեր տեսակի մարդկանց, նաեւ Երևանից մշակութային ղեկավարներ, ասենք, ինչպես ասենք Տիկին Անահիտը, որը Բախշյան Անահիտը, որը միշտ
ինձ թիկունք է, մի հրաշալի անձնավորություն է, եկել էր մյուսները շատ մարդիկ էին եկել եւ մենք հաղթեցինք այդտեղ, մենք հաղթեցինք առաջին անգամ ներկայացնելով Հաճնում մեր օպերայի գործը գայլը։ Ինչ ճուտիկներ են ձեր սեղանում։ Սա ուրեմն Ջենի Ասատրյան, կոմպոզիտոր, որը հիմա աշխատում է Երևանի կոնսերվատորիայում, Չարի վերջը օպերա էր գրել եւ ես խնդրեցի ինքը իր բաները տա, ես այն ճուտիկներն են, որոնք որ պետք է կկուն տա իր ձակերը, ես եմ սարքում սրանք էլ, ես գտնում եմ, որ ես ավելի լավ է ես սարքեմ, քան եւ ունենք նաեւ տեխնիկային թատրոնում շատ ազնիվ մի հատ դերձակ, որը Տիկին Անահիտը, որը մեր հագուստներն է սարքել։ 92 թվականին, երբ որ Շուշին ազատագրվեց, մայիսին ազատագրվեց, երթվեցի մեկի շիրիմի վրա, որ ես տեղ դպրոց սարքեմ, պահելով այն երեխաները, որոնք հայր չունեն կամ զոհված են կամ վերջը։ Եվ այդ նպատակներով ես տեղափոխվեցի նորից Ամերիկա, սկսեցի դրամ հավաքել։ Ու ստեղծեցին դեմ մի կազմակերպություն, Շուշիի Դանիել Ղազարյան դպրոցի կազմակերպություն, ու դրամ հավաքը սկսվեց։ Մինչև 97 թվականը ես սարքեցի այդ Շուշիում մի շենք տվեցին ինձ, այդ շենքի կեսը վերանորոգեցինք, 97 թվականին առաջի տարին երկու առաջի դասարան բացվեցին Շուշիի Դանիել Ղազարյան դպրոցի դասարանները, որոնք այդ դպրոցը ինքն իր իմաստով հանրակրթական եւ երաժշտական թեքումով էր։ Մենք կսպասենք նորանոր ստեղծագործական ծրագրերի, հաջողություններ ենք մաղթում արվեստի նվիրյալին ու սպասում նրա նորանոր աշխատանքներին։ Հաճնցիները ընդհանրապես Հաճն քաղաքը շատ հավանեցի եւ այստեղ ես ինձ լավ եմ զգում, այդ շատ չեմ սիրում փողոցները, այստեղ հանգիստ են, մարդիկ մաքուր են։